հարկավոր է զեկուցել, արագ։ Հետապրիլյան քառորյա զորավարժությունները մաքսիմալ համապատասխանեցվել են ապրիլյան քառորյա պատերազմի գործողություններին։ Արցախի զինված ուժերում կատարած վերջին բարեփոխումները գործնականում իրենց արտահայտությունը ստացել են այս գնդային մարտավարական զորախաղերի ընթացքում։ Եզրափակիչ մարտական հրաձգության փուլին հետևել են Արցախի հանրապետության նախագահն ու ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Նախ հայտարարվել է թեման՝ հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում զորամասերի դուրսբերումը մարտական կիրառման շրջաններ, վերախմբավորման իրականացում, պաշտպանական մարտի վարում, մխրճված հակառակորդի ջախջախում եւ առաջնագծի վերականգնում, դիրքերի բարելավման նպատակով հարձակողական մարտի վարում եւ նպաստավոր դիրքերի զբաղեցում։ Կոնկրետ պաշտպանական շրջանը խնդիր ուներ պետական սահմանի պահպանության ժամանակ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի կողմից խնդրի հաջող կատարման դեպքում հետ քաշվող ստորաբաժանումները, որոնք որ զբաղեցրել են երկրորդ խրամատը, կանացնել մխրճված հակառակորդին, այնուհետև հակագրոհել, վերականգնել առաջնային եզրի դրությունը եւ վերջում իրականացնել դիրքերի բարելավման համաձայն պլանի իրականացնել դիրքերի բարելավման խնդիրներ։ Զորավարժությունը տեղի ունեցել բանակի Տիգրանակերտ զորավարժանում պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերի եւ մի շարք ստորաբաժանումների ներգրավմամբ։ Ստուգվել են պաշտպանական մարտերում հրամանատարների գործնական ունակություններն ու դրանց ներդաշնակեցումը գումարտակների, վաշտերի, դասակների, ջոկատների մարտական առաջադրանքների կատարմանը։ Այս զորավարժություններն առանձնացել են նոր զինատեսակների ու տեխնիկական ժամանակակից միջոցների ներգրավմամբ։ Իդեպ առաջին անգամ նաեւ ԶԼՄ-ների աշխատանքն է խաղարկվել մաքսիմալ համապատասխանեցնելով պատերազմական իրադրության պայմաններին։ Նոր զինատեսակներ, նոր դրվագներ մենք խաղարկել ենք տվյալ զորավարության ժամանակ, մենք ունեցել ենք միջոցներ, որ մինչև այդ ընդհանրապես չի գործարկվել, բայց մենք դրանք չենք բարձրաձայնում, մենք դրանք չենք ասում, պարզապես մենք դրանք կիրառումը փորձարկում ենք եւ աշխատում ենք, որպեսզի փոխկապակցվածությունը մնացած ստորաբաժանումների գործողությունների հետ լինի շահկապված եւ լինի արդյունավետ։ Բարձր գնահատականի արժանացած այս զորավարժություններն ապացուցեցին, որ Արցախյան բանակն ի զորու է ընդունել ցանկացած մարտահրավեր, ավելին անհրաժեշտության դեպքում նաև լուծել այլ բնույթի խնդիրներ։ Զորավարժության ավարտին մասնակիցներին ուղղված իր խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ այս զորավարժությունները մեկ անգամ եւս ցույց տվեցին հայոց զինված ուժերի հզորությունը, մատնանշելով անելիքները։ Ողջ հայությունը հպարտանում է Քաջարի զինվորներով, ովքեր իրենց համեստ, բայց խիզախ կեցվածքով ու պատվով իրականացնում են հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը, ամեն վայրկյան պատրաստ լինելով կասեցնել թշնամու ցանկացած ոտնձգություն։ Բանակը եղել է, կա եւ լինելու է Արցախի իշխանությունների գործունեության ամենակարևոր առանցքային ուղղությունը, ասել է Բակո Սահակյանը։ Այս զորավարժությունները մեկ անգամ եւս ցույց տվեցին մեր զինված ուժերի հզորությունը, մատնանշելով միաժամանակ հետագա անելիքները։ Մենք ագրեսոր չենք, բայց հակառակորդը միշտ պետք է զգա մեր ուժը, պետք է իմանա, որ իր ցանկացած արկածախնդրություն կունենա կործանարար հետևանքներ առաջին հերթին սեփական պետության եւ ժողովրդի համար։ Միայն այս ձևով է հնարավոր պահպանել խաղաղությունը, կայունությունը մեր տարածաշրջանում։ Այլընտրանք պարզապես մենք չունենք։ Զորավարժության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողներ հանրապետության նախագահի ու պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել են պատվոգրերով ու արժեքավոր նվերներով։ Մերի Դավթյան, Մայր Մկրտչյան, Հովիկ Առաքելյան, Առաջին ալիք։